Սիրելի բարեկամներ, մենք նորից միասին ենք, որպեսզի բժիշկներին ասենք շնորհակալություն եւ այսօր մեր բոլորի շնորհակալությունը պետք է հայտնենք մի տիկնոջ, մի բժշկուհու, ով իր կյանքի 30 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին եւ ուղիղ 30,000 կամ գուցե ավելի բուժառու է ունեցել, բայց հետաքրքիր է նաեւ, որ 2000 մանկան ճիչ է լսել առաջին անգամ բոլորից շուտ, բոլորից առաջինը եւ ահա նրա անունն է Նարինե Ղուլյան, մանկաբարձ գինեկոլոգ Վանաձորի բժշկական կենտրոնից, ես ուրախությամբ պիտի ներկայացնեմ նրան եւ ասեմ, որ իսկապես մեր յուրաքանչյուր բժիշկ առանձին պատմություն է, առանձին սեր է, առանձին պատկառանքի եւ հարգանքի արժանի եւ այդ բոլոր էմոցիաները ուզում ենք մեկ փոքրիկ զրույցի ընթացքում փոխանցել ձեզ, ինչպես է տրամադրությունը։ Շնորհակալություն, լավ։ Ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև դուք Հայաստանի 100 լավագույն բժիշկների ցանկում եք եւ դեռ մեզ շատ մեծ անակնկալներ են սպասվում, բայց մինչ այդ պիտի խոսենք ձեր մասնագիտության մասին։ Մանկաբարձ գինեկոլոգ, մարդ, ով առաջինն է հանդիպում նոր լույս աշխարհ եկած մարդկանց հետ, երբ որ տեսնում եք փոքրիկին, երբ որ ծնվում է, ձեր մտքում կամ գուցե բարձրաձայն ունեք ինչ-որ խոսք, որով դիմում եք նրան, որով խոսում եք նրա հետ։ Այո, առաջինը ընդունելով ծնունդը, դիմավորելով փոքրիկին, շատ մեծ սիրով վերցնում ենք ձեռքներիս եւ խոսում ենք, տրամադրում ենք, տալիս ենք մամային, որ մաման էլ տեսնի իրեն բալիկին ու շատ մեծ իհարկե ամեն բալիկին ձեռքը վերցնելով մեծ ապրումքներ ենք ապրում եւ հուզմունքներ։ Շատ լավ, իսկ հետաքրքիր է ինչ որ մաղթանք, որ մտքի մեջ այնուամենայնիվ գուցե ասում եք Աստված պահապան փոքրիկ կամ չգիտեմ, ինչ եք մտածում այդ պահին։ Առաջինը ուզում եմ, որ առաջինը մաղթում ենք, որ լինի խաղաղ երկինք, որ այս բալիկը մեծանա խաղաղ պայմաններում եւ լինի առողջ։ Շատ լավ։ Տեսեք, բոլոր բժիշկների դեպքում, բայց հատկապես այն բժիշկների, ովքեր վիրահատական, վիրաբուժական նաև պրոցեսների մեջ են ներգրավված, շատ կարևոր է թիմային աշխատանքը։ Երբ որ փորձենք նկարագրել Վանաձորի բժշկական կենտրոնը եւ ձեր թիմը, մարդիկ, ովքեր ձեզ հետ աշխատում են, ինչպիսի թիմ է առհասարակ եւ ինչպիսին է բժշկական կենտրոնը։ Ասեմ, որ մեր բաժանմունքը կայացած սենց բաժանմունք է, որը հպարտանում է իրեն թիմով։ Եթե մենք կայացել ենք ու 30 տարի աշխատել ենք սենց համերաշխ, միայն մեր թիմով։ Միայն թիմի շնորհիվ։ Նաև անհատական կամքի շնորհիվ, որովհետև դուք էլ, ես վստահ եմ, յուրաքանչյուր լավագույն բժիշկ, ով վճռական է եղել եւ մնացել է մարզում, դա շատ կարեւոր որոշում է, դուք հանգիստ կարող եք ավելի շատ վաստակել եւ գտնվել օրինակ Երևանում եւ այլն, բայց որոշում եք կայացրել այնուամենայնիվ կրթություն ստանալուց հետո ձեր աշխատանքը, ձեր կյանքը նվիրել Վանաձոր քաղաքին։ Ինչու՞։ Չգիտեմ, երևի որ առաջի անգամ ընդունվելով, հաշվի առնելով թիմը, հաշվի առնելով մեր կոլեկտիվը, մերվելով մեր կոլեկտիվում, երևի անգամ մտքովս չի լացել ինչ-որ ուրիշ տեղ կամ դիմեմ կամ աշխատեմ, ամեն ինչ ստեղ ինձ դուր է եկել, հատկապես մեր ծննդատուն, որ կառուցվել է, հաշվի առնելով մեր լրիվ հնարավորությունները, մեր լրիվ պայմանները, անգամ երևի Երևան չկա այդպես պայմաններ, ոնց մերն են։ Շատ լավ, եւ հենց դրա մասին էի ուզում խոսել Ամալիա Կարապետյանի անվան ծննդատունը Վանաձորի, որը իսկապես հոյակերտ շենքային պայմաններ ունի իսկապես տեխնիկապես հրաշալի հագեցվածություն, բայց եթե տարբերակենք, շատերը ասում են, որ նախկինում ավելի սիրով էին աշխատում, նախկինում ավելի հետաքրքիր էր բժշկությունը, այսպես մարդկանց հետ շփումները ավելի ուրիշ էին, հիմա որոշակի փոփոխություններ։ Ձեր կարծիքով այդ փոփոխությունները դրական են թե բացասական։ Դե եկեք ասենք, որ մարդիկ ամեն տեղ են փոխվել, անկեղծ, ուղղակի հաշվի առնելով այն ինչի են գալի այդ հղիները, ասենք, հա, մարդիկ մեր մոտ գալիս են մայրանալու, երեխայի ճիչ լսելու, ավելի մեծ հաճույքով են գալի, քան ինչ-որ ուրիշ բաժանմունք։ Բարի բաժանմունք, ձեր գործը բարի գործերից է։ Շատ լավ, եւ մեր ծննդկաներին, իսկ ավելի ճիշտ հղիներին, մարդիկ, ովքեր բալիկի են սպասում, մի քանի կարևոր մասնագիտական խորհուրդներ, որ հիմա կարելի է տալ եւ կարևոր նշանակություն ունենան այդ խորհուրդները։ 3 խորհուրդ, որ կառանձնացնեք։ Առաջինը ուզում եմ բոլորը լինեն առողջ, բոլոր ընտանիքներում մանկանչիչը ավելի շատ լինի եւ բոլորը չվախենան, շատ մեծ հաճույքով գան, գիտեն, որ այստեղ սպասում են ավելի ուրախ, ավելի ոնց ասեմ, sense ավելի բարի
Ընտանեկան մթնոլորտով չվախենան, գան, ունենան։ Իսկ մինչև ձեզ հասնել առողջության պահպանման եւ երեխայի առողջությունը պահպանելու տեսանկյունից, ինչ խորհուրդներ ունեք մեր հղիներին։ Հաճախեն մայրական դպրոցներ, հաճախեն կոնսուլտացիան եւ լսեն իրենց վարող բժիշկներին։ Շատ լավ, ամենակարևորը ինքնաբուժությամբ հատկապես հղիները չզբաղվեն։ Այս ընթացքում մենք այդ խորհուրդը շատ ենք տալիս սիրելի հեռուստադիտողներ, երբևէ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Մարդիկ իսկապես իրենց ողջ կյանքն են նվիրել առողջապահությանը եւ 5 տարի, 10 տարի, 7 տարի, 8 տարի սովորել են, որպեսզի դառնան բժիշկ, եւ դուք շատ հաճախ մտածում եք, որ կարելի է այսպես ընդհանրապես համացանցով կարդալ մեկ տեղի անուն եւ այսպես որոշել, որ կարելի է ինքնաբուժությամբ զբաղվել։ Ոչ, չի կարելի, պետք է դիմել լավագույն բժիշկներին, այս դեպքում մեր Տիգին Ղուլյանը, բժշկուհի, եւ շատ հաճախ են ասում, որ նոր սերունդը ավելի լավն է, ավելի ճարպիկ են, այսպես համացանցից շատ լավ հասկանում են նոր տեխնոլոգիաներից եւ այլն։ Ինձ հետաքրքիր է, երբ ծնվում են հիմա փոքրիկները եւ երբ ծնվում էին նախկինում, տարբերություն կա, ավելի խելացի են երևում այդ նորածինները, որ ծնվում են։ Դե նորածինները կարող է խելացի Երևան իրենց մայրիկների ֆոնի վրա, որովհետև հիմա ինտերնետը այնքան զարգացած է, մայրիկները գալիս են շատ մեծ բավականություն են ստանում, որ իրենք անգամ ամեն ինչ կարդալով, իմանալով շատ շահագրգռված են, հարցեր են տալի, ոնց պահեն երեխային, ոնց անեն, ոնց պետք է իրենց պահեն ծննդաբերության ժամանակ, որոնցից իրոք հաճույք ենք ստանում։ Իսկ այն ժամանակ այդ ինտերնետը բանը շատ քիչ ա եղել համացանցի դրա համար մարդիկ երևի այդքան չեն իմացել, շատ ինֆորմացիա չեն ունեցել ու ասել են խելոք արել են ինչ որ բժիշկն ասել առանց ինչ որ հարցերի։ Բայց դեռ շատ ինչպեսին է այսօրվա սերունդը ավելի լավն է, քան օրինակ 30 տարի առաջ։ Ես կասեի հա։ Հա, ես կհամաձայնվեի։ Իսկ որոնք են այդ առավելությունները ըստ ձեզ։ Դե ես նշեցի, որ գալիս են շատերը, գալիս են զարգացած, կարդացած, ավելի բան իմաց, չենք ասում, պատրաստված, ու չենք ասում կան մարդիկ, ասենք, որոնք ոնց եղել են 30 տարի առաջ, տենց է մնացել են։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ բժշկուհի, ձեզ մաղթում ենք առողջություն, մենք դեռ հանդիպելու ենք գլխավոր միջոցառման շրջանակներում եւ այս առաջին ծանոթության այսպես հանդիպման համար իսկապես մեծ ուրախություն է մեզ համար եւ շատ շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, ահա այսպեսին են մեր լավագույն բժիշկները, մեր հանդիպումները շարունակվում են, մենք դեռ շփվելու ենք մեր լավագույն բժիշկների հետ եւ ամփոփումը պիտի լինի հրաշալի անակնկալով, այնպես որ մնացեք հետևեք մեզ։